Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը կրկին հորդորել է Լեռնային Ղարաբաղում դատապարտված Ասքերովին ու Գուլիևին վերադարձնել Ադրբեջանին, միաժամանակ նշելով, որ դա մարդասիրական ժեստ է, ինչը նպաստում է լարվածության նվազմանը։ Արձագանքելով դիտարկմանը, թե վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ փոխպետքարտուղար Նուլանդը կոչ էր արել ղարաբաղյան իշխանություններին մարդասիրական ժեստ դրսևորել եւ կարելի է հստակեցնել Միացյալ Նահանգները ինչ ժեստ է ցանկանում տեսնել, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին պատասխանել է. Դեսպան Օրլիքի եւ մյուսների միջոցով նախկինում մենք հետամուտ ենք եղել, որպեսզի այդ երկու բանտարկյալները փոխանցվեն Ադրբեջանի կառավարությանը։ Մենք Նուլանդը նաեւ կոչ ենք արել համապատասխան իշխանություններին վերադարձնել երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը։ Ընդհանրապես անցյալում կողմերը ուղի են գտել բանտարկյալներին վերադարձնելու համար որպես մարդասիրական ժեստ եւ նման մարդասիրական ժեստը արվել է լարվածությունը նվազեցնելու եւ կողմերի միջև վստահությունը ամրապնդելու համար։ Ահա թե ինչ էի նկատի ունեցել Նուլանդը։ Հիշեցնենք, Բաքվից հետո այցելելով Երևան, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը սարսափելի հանցագործություն որակեց կատարվածը եւ կրկնեց իր կոչը կալանավորվածներին Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ։ Անցած տարվա վերջին Ստեփանակերտում առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին 22 տարվա ազատազրկման, լրտեսության, դիվերսիայի եւ սպանության համար։ Դիվերսանտներին Ադրբեջանին հանձնելու հարցը փակված է, մենք չենք պատրաստվում մարդասպաններին հանձնել Ադրբեջանին, որտեղ կարող են Սաֆարովի նմանությամբ նրանց ազատ արձակելու հերոսացնել։ Այսօր ազատությանը փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ Նույն Ադրբեջանը օրինակ կաշառելով Հունգարիային, կաշառելով այլ կառույցների կարողացել է մարդասպան եւ մովագար Սաֆարովին եւ բերել Ադրբեջան եւ հերոսացնել նրան։ Եվ որևէ մեկը ուղղակի չի արձագանքել նման փաստին։ Երբ որ համանախագահները Ստեփանակերտում էին, Օրլիքը նման խնդրանք, կոչ փոխանցել է Ղարաբաղի իշխանություններին։ Եվ համանախագահների կողմից փոխանցվել է եւ ստացվել է սպառիչ պատասխան, որ այդ հարցը փակված է։ Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն է պատասխանել։ Այո։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով Միացյալ Նահանգները ձգտում է քայլեր ձեռնարկել Ղարաբաղում լարվածության նվազման ուղղությամբ եւ բանտարկյալներին հանձնելու կողմերին արված կոչը պետք է դիտարկել այդ համատեքստում։ Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ոչ թե կոնկրետ Ասքերովին ու Գուլիևին, այլ ընդհանրապես կողմերի մոտ առկա բանտարկյալներին, ասաց փորձագետը։ Եվ չեմ կարծում, որ որևէ հետագա զարգացումներ կարան լինեն, առավելևս միակողմանյա, ասենք Արցախյան կողմից։